Հոկտեմբերի 4-ից 6-ը մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում տեխնոլոգիայի օրեր են։ Մեկ տանիքի տակ ու միաժամանակ մեկնարկում են Digitech և Armtech տեխնոլոգիական ամենամյա ցուցահանդեսները։ Բացման պատվավոր հյուրը նախագահ Սերժ Սարգսյանն է։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրենն ու էկոնոմիկայի նախարարը նախագահին են ներկայացնում ոլորտի վերջին ձեռքբերումները։ Նորագույն տեխնոլոգիաների ոլորտը մեր երկրում տարեց տարի շարունակում է երկնիշ աճ ապահովել։ Ոլորտը վերջին տարիներին արձանագրում է էական աճ, շուրջ 20%, եւ այս տարի նույնպես կարծում եմ եւ հուսով եմ, որ ոլորտը կունենա մոտ 20-ից 22% տնտեսական աճ։ Ոլորտում նաև աճում է զբաղվածությունը, մենք շուրջ 700,000 նոր աշխատատեղեր ենք ստեղծում։ Համակարգչային շախմատ իրական ֆիգուրներով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի սաների նախագիծն է։ Տախտակը միացված է հատուկ ծրագրին, որը կարողանում է շարժել շախմատային քարերը։ Ինչպես համակարգչի էկրանին, ուղղակի այստեղ ամեն ինչը կատարվում է իրական ֆիգուրաներով եւ իրական դաշտի վրա։ Շուրջ 120 ընկերություն իրենց տաղավարներում ներկայացնում են վերջին ձեռքբերումները։ Կողք կողքի ներկայացված են տեղական եւ արտասահմանյան հայտնի ընկերություններ։ Առաջին հարկում ինժեներական ոլորտն է, հայկական արտադրության ռոբոտներից մինչև անօդաչու թռչող սարքեր։ Տարբեր կատեգորիայի անօդաչու սարքեր կան, իր նմանատիպ եղած սարքերին գրեթե չի զիջում։ Երկրորդ հարկում նախագահին են ներկայացնում հեռահաղորդակցության եւ կրթության ոլորտում ծրագրային եւ համացանցային լուծումները։ Այս տաղավարում ներկայացված արբանյակային հալեհավաքը ինտերնետ կապ կարող է ապահովել այնպիսի վայրերում, ուր անհնար է հասցնել օպտիկամանրաթելերը։ Այս համակարգերը հնարավոր է տեղաշարժվող մոբայլ ուրեմն կայանների վրա տեղադրել եւ ցանկացած վայրում 10-15 րոպեվա ընթացքում իրան կարգի բերել եւ արդեն ինտերնետ հասանելիություն են ունենալ ցանկացած վայրում Հայաստանի տարածքում, որտեղ որ կա բաց երկինք։ Մինչ այժմ մենք չենք ունեցել Հայաստանում եւ ընդհանրապես աշխարհում նորություն է եւ կարող է մեզ հետաքրքիր լինի այն վայրերի իմաստով, որտեղ մենք օպտիկա չենք կարողանում հասցնենք, այսինքն գյուղերում մատչելի կապ ապահովելու առումով շատ հետաքրքիր տեխնոլոգիաներ են։ Հայաստանի ու աշխարհի մասշտաբով տեխնիկական բոլոր նորությունները երկրի ղեկավարի ուշադրության կենտրոնում են։ Սերժ Սարգսյանը շրջում եւ մեկ առ մեկ ծանոթանում է տեղական ու միջազգային կազմակերպությունների տաղավարներին։ Այս անկյունում էլ գերամուր եւ ջրակայուն համակարգիչներ են։ Unicomp ընկերության նոր նախագիծը կրթական է։ Աշակերտ ուսուցիչ կապն այստեղ ստեղնաշարի ու մկնիկի միջոցով է։ Կամաց մսով վերանում է կարիքը մատիտի գրքի օգտագործելու, ուսուցչին հարկավոր չէ այլևս այդ դիմացիանը։ Ամբողջ լսարանը կառավարվում է մի կետից ուսուցչի կողմից։ Կրթականից մինչև ռազմական, հեռահաղորդակցային ու ինժեներական նորույթներին հնարավոր կլինի ծանոթանալ մինչև հոկտեմբերի 6-ը։ Էքսպոյի ընթացքում նախատեսվում է նաև իրականացնել սեմինարներ, անօդաչու թռչող սարքերի ցուցադրություն եւ աշխատանքի տոնավաճառ։ Սպարտակ Գրիշյան, Արթուր Հունանյան, ժամը լրատվական։